Առաջին մենք ստացվեց ու շատ ուրախ ենք դրա համար։ Պաստորեն մենք նպատակ ենք դրել մոտակա երևի մի տարում հույս ունենք, որ ամեն յուղին, ամեն ընտանիքին 5 հատ լամպ տրամադրվի։ Տավուշում այսպես հաշված 2410 ընտանիք ենք նախատեսել, առաջին փուլով մոտ 9000 մարդ։ Կարողա չկացման լամպի նման, տանձանման տեսքով լամպը, նույն ցոգոլով։ Ոչ մի տարբերություն չկա, ձեր լամպը անում եք, եսի ձգում եք դեր։ Ինչու՞ դա եթե 100 վատ է ծախսում, իր համարժեք լուսային հոսք ապահովում է 10-ից 14 վատ այս ձևի լամպը։ Պատկերացնում եք համարը 10 անգամ քիչ, 10 անգամ Ծրագիրը իրենց ներկայացում է լուսադիոդացնելու, այսինքն սահմանամերձ գյուղերում, որոնք հանդիսանում են մեր համար թիրախային խումբ, խոցելի խումբ, որովհետև անբարենպաստ պայմաններում են ապրում, սահմանի անկայուն վիճակի հետ կապված եւ այլն, այսինքն սովորական հողագործությամբ նույնիսկ զբաղվելու դեպքում նրանք վտանգավորության շեմ ունեն հաղթահարելու կրակոցների հետևանքով եւ այլն, փորձում ենք այս նախաձեռնության միջոցով մի փոքր ինչ թեթևացնել նրանց հոգսը, որպեսզի նրանք ել ավելի կապեն իրենց հայրենի բնակավայրին, գործեն եւ արարեն իրենց հայրենի բնակավայրում, այլ ոչ թե մտածեն արտագաղթելու մասին։ Լուսադիոդային լամպեր տեղադրելով մենք տալիս ենք հնարավորություն փոքրիկ, բայց կայուն եկամուտ ունենալու խնայողության տեսքով։ Մի հատ վառեք։ Մեզ համար կարևորն այն է, որ մարդիկ տեսնեն, տարածվի, սփռվի այդ գաղափարը, որ լուսադիոդային լամպերը ոչ միայն ավելի խնայող են, այլ նաև տնտեսապես ավելի շահավետ։ Այսինքն մարդ 2-3 ամիս հետո հետ հաստանում այդ գումարը, եւ այդ լամպը ծառայում է իրեն մինչև 10 տարի։ Այսինքն որպեսզի հասնենք այդ էֆեկտին, մենք պետք է որակի չափանիշներ սահմանենք։ Այսինքն չլինի այնպես, որ մարդը տեղադրել է այդ լամպը եւ, չգիտեմ, 2 ամիս հետո փչացել է։ Իմ նշած որակի չափանիշների մեջ կա պայմաններից մեկը, որ մատակարար ընկերությունը առնվազն 3 տարվա որակի երաշխիք է տալիս, որի ընթացքում ինքը պարտավոր է անվճար փոխարինել։ Մենք լրացուցիչ պահանջ ենք դրել եւ ասել ենք, որ ոչ միայն ինքը պարտավոր է անվճար փոխարինել այդ լամպերը, այլ ինքը պարտավոր է հենց այս գյուղում առաջարկել դա։ Գյուղացին չգնա հասնի Երևան, որոշել ենք, որ դա պետք է լինի սահմանամերձ գյուղերը, սահմանապահ գյուղերը առաջին փուլում, օրինակ ներքին կանոնախորը հենց այդ գյուղերից մեկն է։ Այս պահին մենք 10 գյուղ ունենք կոնկրետ այս տարածաշրջանում ընտրված։